Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, կխոսենք մի շարք իրադարձությունների մասին ըստ էության։ Ադրբեջանը որոշել է շարունակել ի կատարածել Ռուսաստանի պաշտպանության ֆաշիստ նախարարի պատգամը առ այն, որ Սյունիքի շուրջ լարվածությունը պահպանվում է, էսկալացիան պահպանվում է։ Չկար էսկալացիա եւ որպեսզի այն պահպանվի, այո, այստեղ պետք է Ադրբեջանի դերակատարումը, ինչն էլ եւ իրեն սպասեցնել չտվեց։ Իհարկե, ուրիշ ժամանակ լիներ եւ Ռուսաստանը, որ լիներ առաջվանը, մենք գուցեև ունենայինք ավելի մասշտաբային միջադեպեր, սակայն հիմա արդեն ամեն ինչը վերջացել է շատ ճղճին ձևով։ Գյուղացիներից մեկի զուգարանի դռանը ուղղված կրակոցով։ Իհարկե, սա խուլիգանություն է, այլանդակություն, ինչպես հենց ադրբեջանցիներն էլ են այդ բառը այդպես օգտագործում, գյադայություն, մանր տրամաչափի եւ այս ամենը ուղղակի դուրս է այն process-ների տրամաբանությունից, որը կա մեր տարածաշրջանում։ 3 մայրաքաղաքներում համաժամանակյա գտնվում են ամերիկյան պատվիրակություններ եւ ի շարունակություն այն պատմական process-ների, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արևելքում, դրանց շարունակությունն է, այդ տրամաբանության շարունակությունն է անխուսափելիորեն նաև մեր տարածաշրջանում։ Թուրքիայում դա ընդ որում հասկացել են, բայց Թուրքիայի կրծեր եղբայրը ոնց որ թե հաստագլուխ է, ինչպես հայտնի ֆիլմում ընկեր Նաջարյանը կասեր, եւ մի քիչ ուշ է հասկանում, բայց կհասկանա, ուզի թե չուզի։ Եվ հայկական կողմի պաշտոնական Երևանի այսպես հանդարտ արձագանքը եւ հանդարտ պահվածքը, հա, ինչպես ժողովուրդն ասում, շանտեղ չդնելու, միանգամայն արդարացված է եւ հասկանալի։ Դա ինչ մեկնաբանած զուգարանի վրա կրակոցը։ Այս ամենը իհարկե նաև ցույց է տալիս Ադրբեջանի ուղղակի այդ նյարդայնությունը, իսկ ավելի ճիշտ են անձամբ Ալիևի, որովհետև այս process-ները իրեն դուրս են բերում իր կոմֆորտի զոնայից եւ դա կոմպենսացնելու համար էլ կրակում է, բայց կրակում է այնքան, որքան այդ քաղաքական գինը կարող է վճարել։ Զուգարանի դռան կրակոցի քաղաքական գինը որն է, դա հաստատ կվճարի, դե թող վճարի։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ անվտանգության նոր ճարտարապետություն է ձևավորվում մեր տարածաշրջանում եւ այս պնդաճակատությունն ուղղակի մի մեռնող տեսակ է, այնպես ինչպես դինոզավրերը ժամանակին վերացան եւ հիմա այլևս այդ ամենը վերածվում է անախրոնիզմի եւ պետք է առաջ նայել, որովհետեւ հիմա միանգամայն այլ բնույթի եւ այլ մակարդակի շահեր են հատվում եւ Ռուսաստանի այդ ֆաշիստ թափթփուկը, որոնք շրջապատում են իրենց ֆաշիստ շեֆին, նրանք եւս մնացուկ են անցյալից եւ նրանք էլ իրենց հարցերը չեն կարողանում լուծել։ Մի հատ տեսնենք դեռ Ստամբուլում այս ամենն ինչով կավարտվի։ Ինչպես նաեւ տեսնենք, թե ինչով կավարտվի Միացյալ Նահանգներ Իրան։ Բանակցությունները առաջիկա փուլը, որը ըստ CNN-ի հենց այս առաջիկա փուլում գործարքը, քանի որ շատ մոտ է, այն կարող է նույնիսկ ստորագրվել։ Սա արդեն պատմական փոփոխություն կլինի հենց Հայաստանի անվտանգության միջավայրի համար
Ինչին մենք այո պետք է պատրաստ լինենք արդեն պատրաստի առաջարկություններով, ընդ որում առաջարկություններ ոչ միայն Իրանին, այլև Արևմուտքին, որը ուղղակի մեծածավալ կարողություններով մուտք է գործելու իրանական տնտեսություն։ Նրանք սպասում են, առնվազն եվրոպացիները։ Լավ է լինելու, բարին ընդ ձեզ, կհանդիպենք։